Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Իրականում Ադրբեջանի հետ կապված հասկանալի պատճառներով շատ իրադարձություններ են տեղի ունենում, վերջի իրադարձությունը, եթե կարելի է դա այդպես համարել, այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հերթական ցորենով բեռնված գնացքն է գալիս, որ Ադրբեջանի տարածքով տրանզիտով գալու է նաև Հայաստան։ Ես կցանկանայի ձեզ հարցնել, թե որքանով է այս ամենը, այս գործընթացը, այդ գնացքները, բենզինը, ցորենը արտացոլում իրական գործընթացները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Սա իրական գործընթաց է, սա իրականություն է, թե ինչ-որ մի ֆիկտիվ գործընթաց է, որով այսպիսի մեղադրանքներ են հնչում, հանրությունը պետք է իմանա, ես որպես մասնագետի եմ դիմում, որոնք փորձում են, որոնցով այդ ֆիկցիայով փորձում են փակել այն լրջագույն խնդիրները, որոնք դեռ կան, առկա են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ որոնց գոյությունը թույլ չի տալիս մեզ իրախոսել իրական քաղաքականությունից, այլ միայն եւ միայն իմիտացիայից։ Այսպիսի կարծիքներ կան մեր հասարակությունում, դրա համար ես փորձում եմ ստանալ ձեր փորձագիտական եզրակացությունը։ Տեսեք, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ վերաբերում է իմիտացիային, բավականին նորմալ է, երբ հասարակության ներսում, հատկապես հայ հասարակության ներսում, նման ժեստերը, քաղաքական ժեստերը Ադրբեջանից կարող են ընդունվել որոշակի սկեպտիկ միջավայրում։ Հասարակությունը լինի ոչ հանդուրժող դեռ հաշվի առնելով հակամարտային անցյալը եւ բավականին վատ հիշողությունները Ադրբեջանի հետ եւ նրա հետ կապված, ինչ վերաբերում է իմիտացիային իրականության հարթակում, ապա ես կարող եմ ասել, որ սա առավելապես Ադրբեջանի կողմից փափուկ ուժի կիրառման Հայաստանի դեմ, Հայաստանի ուղղությամբ, փափուկ ուժի կիրառման որոշակի գործիք է եւ ցորենի մատակարարումը ղազախական, ապա ռուսական եւ նաեւ վառելիքի մատակարարումը Ադրբեջանից, պարզապես այստեղ մենք ունենք խնդիր, երբ որ երկու կողմերը գտնվում են դեռ ոչ լիարժեք խաղաղության պայմաններում եւ ոչ լիարժեք ոչ հակամարտային պայմաններում, այստեղ պետք է լինեն հավասար գործողություններ, այսինքն եթե Ադրբեջանի կողմից կան քայլեր, արդեն երրորդը եւ չորրորդը, եթե ճիշտ եմ հաշվում, ապա հայկական կողմը եւս պետք է որևէ բան առաջարկի։ Օրինակ Չունենք մենք առաջարկ, մենք չունենք որևէ ապրանք, որը կարող ենք արտահանել Ադրբեջան եւ Ինչի՞ չունենք, ունենք։ Ինչ ունենք։ Կոնյակ ունենք։ Դե հիմա մի առաջինը դա է գալիս։ Այս պահի դրությամբ ամենայն լրջությամբ եմ ես հայտարարում, որ ես որպես փորձագետ չեմ դիտարկում Հայաստանի կողմից որևէ նման պատասխան քայլ, այսինքն որևէ բան արտահանել։ Մենք գլխավորապես ներկրում ենք եւ ցորենը, եւ մնացած բոլոր ապրանքները, եւ չունենք Ադրբեջանի նման ձևով պատասխանելու կարողություն։ Ինչ վերաբերում է մյուս ուրեմն դիտարկումներին, բազմաթիվ փորձագետներ կան եւ Ադրբեջանից էլ եւս, որ իրենք Ադրբեջանի նման քայլերին պատասխան ակնկալում են դիվանագիտական մակարդակում, քաղաքական հայտարարությունների եւ քաղաքական քայլերի մակարդակում։ Իսկ նրանք չեն ակնկալում, որ այդ պատասխանը պետք է լինի, օրինակ Սյունիքի մարզով Նախիջևան, ինչ որ տրանզիտի իրականացման տեսքով։ Ադրբեջանական կողմը միանշանակ այդպես են կարծում եւ կարծում են, որ Ալիևի կողմից նման քաղաքական ժեստերը կարող են արդյունք դառնալ, որպեսզի հայկական կողմում ձևավորվի այդ վստահության մթնոլորտը եւ չդիտարկվի այդ trip-ը, այսպես ասած, իրենց խոսույթով Զանգեզուրի միջանցք իր բոլոր հնարավոր ռիսկերով։ Դուք նշեցիք, որ այդ գնացքները, որոնք գալիս են Հայաստան-Ադրբեջանի տարածքով, փափուկ ուժի կիրառման օրինակ են։ Նպատակը որն է այդ փափուկ ուժի կիրառման, Ադրբեջանը դրանով ինչ նպատակներ է դնում իր առջև։ Նպատակը Ադրբեջանի կողմից մի քանիսն է։ Նախ, եթե ավելի լայն նայենք, ապա դա կարող է ուղղված լինել Եվրոպային, ԱՄՆ-ին, որի հետ հարաբերությունների կարգավորման է ձգտում, լուրջ կարգավորման է ձգտում Ադրբեջանը, որ նա խաղաղություն տարածող, խաղաղություն հաստատող ուժն է Հարավային Կովկասում, եւ որ նա է առաջամարտիկը խաղաղություն հաստատելու, ինչպես իրենք երկար ժամանակ պնդում են, որ իրենք են առաջադրել խաղաղության պայմանագրի կետերը, իրենք են եղել առաջինը դրա մասին խոսողը եւ այլն։ Ինչ վերաբերում է կոնկրետ հայ հասարակությանն ուղղված իրենց քայլերին, ապա կարծում եմ, որ սա պարզապես հասարակությանը հարմարեցնելուն է Ադրբեջանի հետ առևտուր անելուն, այդ պատմական հիշողությունը վերականգնելուն է ուղղված խորհրդային շրջանի 90 թվականից գիտենք, որ չկա դա, բայց մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները շատ լավ հիշում են ինչպես են առևտուր արել, ինչպես են գնացել եկել Բաքու, եւ կարծում եմ, որ հասարակությանը դրան հարմարեցնելուն է ուղղված նաեւ նման քայլերը։
Այստեղ եւս մեկ հարց է առաջանում այս համատեքստում Իրանի հնարավոր արձագանքը այս ամենին, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Վրաստանը արդեն որոշակի խնդիրներ է հարուցում եւ հասկանալի է, որ այստեղ կա նաեւ, սա իմ կարծիքն է, նաեւ Ռուսաստանի ականջներն են երևում, Իրանի դիրքորոշումը ինչպեսին կլինի, հաշվի առնելով, որ Իրանը կարող է կորցնել եւ մեծ հավանականությամբ կորցնելու է ադրբեջանական տրանզիտը իր տարածքով դեպի Նախիջևան։ Իրանի հայտարարությունը տեսանք օրեր առաջ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, իրենք ասացին, որ չեն ընդունում եւ TRIP-ը եւ Զանգեզուրի միջանցքի եւ բոլոր հնարավոր միջանցքի ընդհանրող երևույթները, կարծում եմ, որ Իրանից արձագանքները կրկին դիվանագիտական հարթությունում են երևում դեռ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ աշխարհաքաղաքական առհասարակ պատկերը Իրանի շուրջ ստեղծված Ինչ վերաբերում է միջանցքին եւ կապը կորցնելուն, ապա կարծեմ իմ աչքով ընկավ մի առաջարկ Սադարակի միջանցք, այսպես կոչված, վերականգնելու ուղղությամբ, որը եւ ձեռք էր տալու Վրաստանին եւ Իրանին եւ առավել իրատեսական միջանցք կարող էր լինել, քան Զանգեզուրի միջանցքը, ինչպես իրենք են ասում, կամ TRIP-ը, որը դեռ հողի վրա չենք տեսնում։ Տեսեք, այստեղ շատ կարևոր մի հարց կա, որը այս վերջին առնվազն ամիսներին մղվել է իմ կարծիքով երկրորդ կամ երրորդ միության նաև պլան, դա հյուսիս-հարավ նախագիծն է։ Հյուսիս-հարավը այդ նախագիծը նաև Ադրբեջանի տարածքով է քննարկվում, Հայաստանի տարածքով է քննարկվում եւ նպատակը կապել Հնդկաստանը Իրանի տարածքով, Հայաստանի տարածքով նույն Եվրամիության երկրներին։ Հիմա այս TRIP-ի իրականացումը, որը կարծես թե մտնում է գործնական փուլ, այդ ամենը մղել է երկրորդ կամ երրորդ պլան։ Եվ Ռուսաստանը շատ հետաքրքիր կերպով պասիվություն է դրսևորում առաջին հերթին կապված Ադրբեջանի հեշտ աստարայի հետ։ Ձեր կարծիքով արդյոք այդ երկու նախագծերը կարող են միգուցե նաև ապագայում զուգահեռ իրականությունում աշխատել, թե ընդհանրապես եթե TRIP-ը սկսում է աշխատել, հյուսիս-հարավի մասին կարող ենք բոլորս մոռանալ։ Իրականում հյուսիս-հարավը հենց այն կետն է, որտեղ Ռուսաստան եւ Ադրբեջանը կարծես թե նայում են մի ուղղությամբ։ Եթե հաշվի առնենք վերջին շրջանի ռուս-ադրբեջանական լարվածությունը հարաբերությունների, ապա կարող ենք ասել, որ հյուսիս-հարավ նախագիծը միակ կետն է, որտեղ իրենք չունեն այս պահին լարվածություն։ Ինչ վերաբերում է TRIP-ի գործարկմանը եւ հյուսիս-հարավի հնարավոր չեղարկմանը կամ առհասարակ լինելիությանը, ապա կարծում եմ, որ մենք այսօր ապրում ենք այնպիսի կերպափոխվող աշխարհում եւ աշխարհակարգում, որ դրանց եւ զուգահեռ գոյությունն է իրատեսական եւ ինչ որ պահից հյուսիս-հարավի դադարն է իրատեսական հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր որոշումները կայացվում են քաղաքական ղեկավարների մակարդակում շատ հանկարծակի, հաշվի առնելով տնտեսական բաղադրիչները, հաշվի առնելով աշխարհակաղակական որոշակի բաղադրիչներ այդ պահին տվյալ տարածաշրջանում ազդեցություն ունենալու, ազդեցությունը ամրապնդելու ուղղությամբ, հետեւաբար ասել, որ կգործի կամ չի գործի, բավականին բարդ է։ Դուք նշեցիք, որպես վեկտորներից մեկը կապված Բաքվի կողմից փափուկ ուժի կիրառմանը Հայաստանի նկատմամբ սեփական հասարակությունը։ Շատ կարևոր է իրականում ինչ է կատարվում հիմա ադրբեջանական հասարակությունում այս ամենի հետ կապված։ Ինձ մոտ օրինակ տպավորություն է ստեղծվում, որ իրենք մի փոքր կոգնիտիվ դիսոնանս է իրենց մոտ, որ իրենք էլ չեն հասկանում ինչա կատարվում, ընդհանրում երբ որ դեռ 1 ամիս առաջ իրենց ասում էին, որ հայերը թշնամի են եւ պետք է գնանք, հասնենք, գրավենք, չգիտեմ, այդ դպրոցական դասագրքերը, որոնք դեռ կան, եւ հիմա իրենց տարածքով Հայաստան շուտ բեռներ են գալիս։ Ադրբեջանի հասարակությունը ըստ ձեր տպավորություններով խնդրում եմ կիսվեք, ինչ են իրենք ուզում, ինչ են մտածում, իրենց ցանկությունները որոնք են Հայաստանի հետ կապված։ Տեսեք, Ադրբեջանի հասարակությանը իրենց սովորացրել են այնպես, որ պետք է լինի թշնամի, որին պետք է ատել, որի ուղղությամբ պետք է ուղղել բոլոր հնարավոր ատելության խոսքի գործիքները, իրենք 30 տարի դա անում էին Հայաստանի ուղղությամբ եւ Հայաստանի դեմ։ Վերջին շրջանում, երբ որ Ադրբեջանում որոշել են, որ նրանք այլևս խաղաղասեր են եւ Հայաստանն այլևս թշնամի չէ, քաղաքական հարթակում եմ ասում։ Իրենց պետք էր նոր թշնամի ձևավորել եւ նրանք դա հիմնականում անում են Ռուսաստանի ուղղությամբ։ Ալիևի բացակայությունները Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում միջոցառումից եւ այլն եւ 20 ազալի ինքնաթիռի հետևանքով ստեղծված իրավիճակը, նաև մյուս ուրեմն բարդությունների իրենց հարաբերությունում հենց դրա հետևանքն է, որ իրենք փորձում են ձևավորել նոր թշնամու կերպար։
Ադրբեջանում։ Ինչ վերաբերում է հասարակության տրամադրվածությանը, ապա այնտեղ եւս միանշանակ չի ընդունվում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ամբիոններից բարձրաձայնվում է խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների մասին, բայց ինչպես դուք նշեցիք դպրոցական դասագրքերը, մենք տեսնում ենք տեսանյութերը, վստահ եմ գիտեք, որ ինչպես են ուրեմն ստորացնում հայ զինվորի կերպար ունեցող աշակերտին եւ այլն, տեսնում ենք Արևմտյան Ադրբեջան թեզը, որը շատ ակտիվ տարածվում է եւ ահռելի ֆինանսներ ունի հենց Ալիևի գրպանից։ Այդ դեպքում խոսել այն մասին, որ իրենք հասարակությանը պատրաստում են խաղաղության, մի քիչ անմեղ կլինի այդպես կարծել։ Իրենք հասարակությանը պատրաստում են հարաբերությունների, որտեղ կողմերը հավասար չեն։ Իրենց գերիշխող։ Այո, միանշանակ։ Եվ քաղաքական հարթակում, եւ զուգահեռաբար Արևմտյան Ադրբեջան, Զանգեզուրի միջանցք 300,000 ադրբեջանցիներ եւ մյուս ուրեմն խոսույթը պահպանելը վերաբերում է միայն դրան, որ իրենք փորձում են հավասարակշռել հասարակության ներսում այդ թշնամական վերաբերմունքի չափավոր պահպանումը, այսինքն չենք մոռանում նրանք ով են հայերի մասին։ Բայց պետք է այսպես անենք, որովհետեւ մեզ այս պահին այսպես է պետք։ Իրենց այս պահին պետք է երևալ խաղաղասեր, պետք է ունենալ այդ միջանցք կոչվածը եւ նրանք դրա համար անում են, կարելի ասել, ամեն ինչ։ Տեսեք, դա մեր հասարակությունում մի փոքր խոսենք մեր մոտեցումների մասին, կա երկու, ռադիկալ իրար հակասող մոտեցում։ Մեկը այն է, որ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, մեզ դիտարկում են որպես թշնամի, ցանկանում են ոչնչացնել, ցանկանում են այստեղ կառուցել հետագայում Արևմտյան Ադրբեջան, մի խոսքով անել այն ամենը, ինչ արեցին Արցախում։ Եվ երկրորդ մոտեցումը, չափազանց լավատեսական, ըստ որի իրականում ադրբեջանցիները իրավունք ունեն մեզանից վախենալ, ադրբեջանցիները մտահոգություններ ունեն, որ վաղը մենք կարող ենք ուժեղանալ, հարձակվել նորից Ադրբեջանի վրա, Լեռնային Ղարաբաղը հետ բերել, եւ իրենք ինչ որ լեգիտիմ իրավունք ունեն եւ հիմք ունեն այդ ամենը մեր նկատմամբ տածել։ Հետեւաբար մենք պետք է մեզ պահենք սահմանների մեջ, միայն խաղաղություն եւ այդ բոլորը այնպես անենք, որ դա չլինի։ Այդ իրենց կասկածները հարատել։ Հիմա ձեր կարծիքով իրականությունը ո՞րն է այստեղ։ Այդ նույն խնդիրը կա ադրբեջանական հասարակության ներսում եւս։ Այնտեղ եւս բավականին ռադիկալ է բաժանումը, որ նրանք խաղաղասեր են եւ նրանք ռևանշիստ են։ Գտնել այդ ճամփաբաժանը կամ ինչպես ասում են խաչվող կետը, որտեղ կլինի բանական պատկերացում հարաբերությունների կարգավորման մասին, այս պահին իմ կարծիքով բավականին վաղ է։ Մենք ունենք պատերազմական անցյալ բավականին թարմ վերքերով, մենք ունենք Արցախի կորուստը բավականին թարմ վերքերով, մենք ունենք գերիներ այնտեղ 23 հաստատված եւ բազում չհաստատված դեպքեր, ունենք անհետ կորածներ, որոնց ճակատագրի մասին գաղափար անգամ չունենք այս պահին, ունենք ոչնչացվող հուշարձաններ Արցախում, ունենք հարաբերությունների չկարգավորում, ունենք պարզապես թուղթ Վաշինգտոնում ստորագրված եւ որևէ քայլ այդ ուղղությամբ գետնի վրա արված չէ։ Բացառությամբ այն վառելիքը, այն ծորենը, որը Ադրբեջանից մտնում է Հայաստան։ Հասարակությունները իրավունք ունեն լինել ռադիկալ այս դեպքում։ Պարզապես նրանց պետք է ճիշտ ուղղորդել, երբ որ ադրբեջանական վառելիքը մտնում է Հայաստան եւ վաճառվում է բավականին էժան գնով, քան Հայաստանում վաճառվող մյուս վառելիքը, եւ փաստացի հասարակությանը դու 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո դրթելու ես, որ նա գնի այդ վառելիքը, ես չեմ խոսում այն մասին, որ չի կարելի գնել եւ այլն առհասարակ։ Մենք ունենք այստեղ վաճառվող թուրքական լոլիկ, թուրքական հագուստ եւ այլն, դա բավականին նորմալ է, բայց այս պայմաններում, երբ որ մենք ունենք շատ թարմ վերքեր, բերել ադրբեջանական վառելիքը այստեղ եւ հասարակությանը դրթել, որպեսզի նա գնի այդ վառելիքը, որովհետեւ նա արժեքով ավելի քիչ է եւ ավելի քիչ է կպնում նրա գրպանին, հոգեբանական առումով եւ հենց նաեւ փափուկ ուժի կիրառման առումով բավականին խոցելի է հայ հասարակության համար։ Այսինքն գնել այն վառելիքը, որը վերջին շրջանում շատ է քննարկվել այս միտքը տարբեր հարթակներում էլ, սնուցում է ադրբեջանական բանակը։ Այսինքն դու վճարում ես այն վառելիքի համար, որը գնում է եւ սնուցում է ադրբեջանական բանակը։ Սա բավականին ռադիկալ դիրքորոշում է իհարկե։ Ես այդպես չեմ մտածում, բայց հասարակության ներսում մարդը, որ չի ուսումնասիրում խնդիրը խորքային, եւ պարզապես քաղաքացի է, որը գնում է եւ պետք է գնի այդ բենզինը։ Ինքն իրավունք ունի ունենալ այդ հոգեբանական ճնշվածությունը, չանել դա եւ ունենալ պատկերացում, որ նրանք խաղաղասեր չեն,
Զուգահեռաբար իրեն հավասար իրավունք ունի գոյություն ունենալ նաև այն քաղաքացին, որը կարծում է, որ մենք չպետք է ուժեղանանք, մենք չպետք է անենք քայլեր, որոնք կբարկացնեն Ադրբեջանին, որովհետև մենք գիտենք, որ իրենք դե մեզնից ուժեղ են։ Ձեր տեսանկյունից, երբ որ դուք վերլուծում եք այս իրականությունը, այն հարաբերությունները, որը մենք ունենք եւ տենդենսները, այս պահին ներկա խաղաղության գործընթացը գործուն այլընտրանք ունի։ Այս պահին այլընտրանք չունի, պարզապես պետք չէ շտապել, ես կարծում եմ, որովհետև մենք կարծես թե ընկած լինենք ինչ-որ ժամկետների հետևից թվացial։ Պետք է հնարավորինս արագ, պետք է X ամսաթվին հասնել, X տարեթվին հասնել, դա պետք է լինի բավականին դանդաղ, որպեսզի հասարակությունները կարողանան համակերպվել եւ հաշտվել իրականության հետ։ Բայց այս պայմաններում ես նշեցի, մենք ունենք բավականին խնդիրներ մարդասիրական հարթությունում, միայն գերիները հերիք են, որպեսզի հասարակությունը չտրամադրվի խաղաղությանը։ Երբ որ խոսում ենք խաղաղության մասին, հաջորդիվ հրապարակվում են տեսանյութեր գերիների մասնակցությամբ, հրապարակվում են ֆիլմեր պատրաստված կոնկրետ Ռուբեն Վարդանի եւ այլոց մասնակցությամբ բավականին սուր դիտարկումներով։ Այդտեղ գալ եւ հայ հասարակությանը ասել, որ գիտեք ինչ կա, այնպես չի, որ իրենք գերիներին չեն վերադարձնում, բայց իրենք պատրաստ են խաղաղությանը։ Իրավունք ունի հայ հասարակությունը, հայ հասարակության որոշակի հատված չհավատալ այդ խաղաղությանը։ Պարզապես պետք է չշտապել, ահա։ Դուք հիմա ձեր մոտեցումներով կիսվում եք եւ նշում եք այն հանգամանքները, որոնք ձևավորվել են հասարակություններում, հայկական, Հայաստանում եւ Ադրբեջանում, բայց չէ որ նաեւ կա աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական չափում այս խնդրի եւ օրինակ մենք գիտենք, որ այն խաղաղության գործընթացը, որը կա, չէր կարող լինել, եթե ԱՄՆ-ի միջամտությունը չլիներ։ Ոչ մեկ օրինակ չգիտի, ոչ թե ոչ մեկ օրինակ չգիտի, այլ լուրջ կասկածներ կան, որ կարող է վաղը Թրամպը կորցնի մեծամասնությունը կոնգրեսում կամ կորցնի ընդհանրապես իշխանությունը նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ նրանք լինեն, գործընթացը դրա ավարտված չլինի եւ այդ ամենը նորից փլուզվի եւ մենք հայտնվենք կոտրոս տաշտակի առջեւ։ Իսկ սրա ինչ կասեք։ Խնդիրը հենց կայանում է նրանում, որ խաղաղության գործընթացը այս դեպքում եւ բազմաթիվ այլ գործողություններ տարբեր դեպքերում պայմանավորված են կոնկրետ անձանցով եւ իրենց չակերտավոր քմահաճույքներով։ Այս պահին կարող ենք ասել, ձեր ասացից էլ կարող ենք դուրս բերել այն միտքը, որ խաղաղության գործընթացը կարող է պայմանավորված լինել Դոնալդ Թրամփի այս կամ այն քմահաճույքով կամ այս կամ այն քաղաքական գործողություններով։ Հետևաբար պետք չէ շտապել, այսինքն եթե մենք պարզապես շտապում ենք, որպեսզի հասցնենք Թրամփի այս ժամկետում ունենալ խաղաղությունը, ապա կարող է հաջորդ ժամկետը, ով որ ստանձնի նախագահի պաշտոնը, ունենալ լրիվ այլ դիրքորոշում եւ սրի նորից հարաբերությունները։ Եվ դա կարող է լինել տարբեր երկրների, Իրանում կարող է իրավիճակ փոխվել, Թուրքիայում կարող է փոխվել, Վրաստանի դեպքում մի քիչ այլ է իրավիճակը։ Մեր մոտ կարող է փոխվել, Ադրբեջանում կրկին մի քիչ այլ է իրավիճակը, այնտեղ փոխվել է հարաբերականը, բայց կարող են լինել իրավիճակներ, որոնք ազդեն կոնկրետ խաղաղության գործընթացի որոշումների վրա։ Հուսանք, որ այդ նեգատիվ սցենարներից մեզ կհաջողվի խուսափել, շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Մեր հյուրն էր ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։